Բարի գալուստ ուժեղ ոդքասթի աշխարհը։ Ողջույն բոլորին, կրկին եթերում ուժեղ ոդքասթն է, ունենք շատ ուժեղ հյուր, Նաիրա Զոհրաբյանը։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Կարծում եմ հետաքրքիր զրույց կունենանք, տարբեր բաների մասին ենք խոսելու, ես ահագին հարցեր եմ նախապատրաստել ու գիտեք, ես քանի որ մի տարի առաջ, տարեկես առաջ ձերից սկսեցի անձամբ շփվել, մենք Սրբազան պայքարի ժամանակ փողոցում իրար մի քանի անգամ հանդիպեցինք, զրուցելով քայլեցինք, իմ համար նորություններ ես ճիշտ ասած չգիտեի, առիթ չէի ունեցել իմանալու, որ դուք որոշակի ժամանակ աշխատել եք Հայկական ժամանակ օրաթերթում Նիկոլ Փաշինյանի գլխավորած, երբ որ ինքը խմբագիր է եղել, հա, ու հիմա շատ հետաքրքիր է լսել մի մարդուն, ով այդքան վաղուց է ճանաչել ներկայիս Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մի քիչ կպատմեք իր մասին, ինչպիսին էր նա որպես ղեկավար, տարբեր տեսակի պատմություններ են պատմում, օրինակ ես շատ եմ լսել, որ կարող է օրինակ գումար վերցնել ինչ որ հոդված գրելու կամ չգրելու համար, օրինակ այդ պատմությունները իրական են թե ոչ, մի քանի բան։ Ոչ թե ինչ որ ժամանակ, այլ իմ լրագրողական գործունեության ամենաերկար հատվածը 10 տարի եղել է Հայկական ժամանակում եւ ես խորհրդարան գնացել եմ Հայկական ժամանակից 98-ից մինչև 2007 թվականը ես աշխատել եմ Հայկական ժամանակում, որից հետո եղել է առաջարկ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, կատեգորիկ ես ունեմ կարմիր գիծ երբևէ չխոսել իմ կյանքի այդ երկու էտապների մասին, դա Հայկական ժամանակում է եւ դա Բարգավաճ Հայաստանում է։ Ես ինձ շատ են այդ հարցը տվել եւ շատ եմ ամրուն շրջանառվում փողով նյութ գրելու եւ այլն, ես անկեղծ մարդ եմ եւ անկեղծորեն պիտի ասեմ, դե եթե Նիկոլը փող վերցնելու լիներ, պարզ է, չէ, որ իմ ներկայությամբ չէր վերցնելու, այսինքն այդ հարցերը ուղղել մեզ լրագրողներիս, կարծում եմ ճիշտ չի, որովհետեւ մեր աշխատավարձը երբևէ չի ուշացել, մենք միշտ նորմալ մեր աշխատավարձը ստացել ենք, պիտի ասեմ, որ այն ժամանակ այդ տարիներին ես որպես թերթի քաղաքական մեկնաբանը, որի վրա դրված էր հիմնական տանող նյութը, գիտեք չէ, սենց է, թերթի առաջի էջի լուրեր եւ երրորդ էջի հիմնական նյութը, այդ տանող նյութը քաղաքական դրված է եղել իմ վրա, ես Հայկական ժամանակում ստացել եմ լավ աշխատավարձ, որ այդ տարիներին անգամ այլ լրատվամիջոցներում չէին ստանում, բայց խոհանոցից ինչպես է ձևավորվել, ոնց է եղել, ես տեղյակ չեմ եղել, տեղյակ էլ լինեի, չէի ասի, որովհետև ի տարբերություն Նիկոլի, որ ազգային ժողովի ամբիոնում վեկացավ, հիշում եք տարիներ առաջ, երբ որ ես եւ ինքը падգամավոր էինք եւ ինչ որ բացահայտ սուտ ասեց, բացահայտ սուտ։ Չեմ հիշում ինչի մասին է խոսքը, եթե հնարավոր է հիշեցրեք։ Կհիշեցնեմ, ես ազգային ժողովի ամբիոնից օգտագործեցի բամփել բառը եւ հետո իմ ընկերներից մեկը ասեց զանգի քո լրագրող ընկերներին, խնդրի որ այդ կտորը հանեն, որովհետեւ դա մի այլ գործչի մոտ վատ ասոցիացիա է լինելու քո խմբակցության ղեկավարի եւ այդպես էլ եղավ այդ բառը եւ ես բոլորին խնդրեցի, բոլորին, այդ թվում այդ ժամանակ մենք ընդդիմություն էինք, բայց անգամ իշխանական թերթերի խմբագիրներին խնդրեցի, դե բնականաբար իմ ընկերները Սաթիկը, Արմինեն, բոլորը, նույնիսկ Արման Բաբաջանյանը, որի հետ այդ ժամանակ մենք տարբեր ճամբարներում էինք, խնդրեցի, բոլորը այդ կտորը հանեցին, Աննային Հակոբյան զանգեցի, ասեց խնդիր չկա, իհարկե կհանվի, բայց առավոտյան բացում եմ Հայկական ժամանակը թերթ, որտեղ ես 10 տարի աշխատել եմ, այդ կտորը դրած եւ դրանից բացի դրած ինչ որ ժամանակ հետո Նիկոլը ամբիոնից ասում է որ չգիտեմ Նաիրա Զոհրաբյանին ինչ որ մեկը սպառնացել էր այդ բարի համար եւ տալիս է բացարձակապես այլ մարդու անուն, հետո երբ որ ինքը ընտրվում էր վարչապետ եւ այն ժամանակ կուսակցությունը, որի անդամ էի ես, Բարգավաճ Հայաստանը, իմ մեջ մնացել էր, ես ասեցի, ես իր հետ պիտի խոսամ հարցով, որպես վարչապետի թեկնածու իր հետ հանդիպեցինք, ես իրեն ասեցի, որ դու ստում էիր ազգային ժողովի ամբիոնից, այո, խնդիր եղել է մի մարդու հետ այդ բառի համար, բայց դա բնավ են անձնավորությունը չէր, որ դու այդպես նախ պետք չէր մասնավոր զրույցը, այն ինչ որ մենք մասնավոր խոսել ենք, հրապարակայնացնել, այսպես ձեռքով արեց, ասեց ինձ գրկեց, ասեց լավ էլի, այդ ինչի վրա ես ուշադրություն դարձնում, ես դա մոռացել եմ, անցած լինի, բայց ես ունեմ կարմիր գիծ, երբեք չխոսել Հայկական ժամանակի մասին, մանավանդ որ
Այնտեղ ես անկեղծ որ ասեմ, ոչ մի վատ բան չեմ տեսել, հայկական ժամանակը եղել է այդ ժամանակի։ Միգուցե հիմա ես որ հետահայաց որպես քաղաքական գործիչ նայում եմ, այո, իմ նյութերում էլ շատ գոտկատեղից ներքև հարվածներ եղել է։ Իմ նյութի պատճառով Էդիկ Բաղդասարյանը, օրինակ, հա, որին շատերը լոնդիկ են ասում, այն ժամանակ ինքը չէ, այն ժամանակ ինքը արտակարգ իրավիճակների վարչության պետն էր, դրանից առաջ Արարատի մարզպետն էր, տարել են հիվանդանոց։ Նույնը մեկ հայտնի շատ նկարիչ կար, որը մահացել էր։ Եվ հայկական ժամանակը կարում էր մարդկանց հասցնել հիվանդանոց եւ ուղակի մարդկանց ինֆարկտի հասցնել։ Այդ ժամանակ մենք դա համարում էինք, որ էս ինչ լավ է, մեր նյութի պատճառով մարդը մեռնում է, եւ պատահական չէր, որ Ռուբեն Գևորգյանը Ծաղիկ Ռուբոն ինձ ու Նիկոլ Փաշինյանին որակել էր որպես լրատվական քիլերներ ընդհանրապես հայկական ժամանակը, բայց ես ունեմ կարմիր գիծ։ Ես այնտեղ այո, հիմա ես հասկանում եմ, որ երբ որ իմ մասին են անարդար ինչ որ մի բան գրում, ես հասկանում եմ, որ դա ցավոտ է, որ խոսքը ցավոտ բանն է, որ սարսափելի կարող է ցավեցնել, բայց այդ ժամանակ թերթը ամենավաճառվող թերթն էր, նույնիսկ ես հիշում եմ, որ պետական կառույցներում, քանի որ թերթը ընդդիմադիր էր, sense թաքուն բոլորը հայկական ժամանակ էին կարդում, ամենասպահանջարկված, բոլորը ասում էին, սպասում ենք նառան այսօր, ումա կներեք այդ բարի համար ցխելու, ես հասկանում եմ, որ դա հիմա այլ աչքով նայելով, այդ սենսացիան, այդ բանը sense իհարկե մենք աշխատում էինք հիմքում դնել փաստ, բայց փաստը կարելի է այլ կերպ ներկայացնել այնպես, որ մարդուն ցավ չպատճառես եւ ներկայացնել այնպես, որ մարդուն ուղղակիորեն ոչնչացնես։ Ցավոք սրտի, այո, իմ հրապարակումների գերակշիռ մեծամասնությունը ոչնչացնող են, երևի իմ տեսակն է այդպես, էլի չեմ կարող ասել։ Ես գիտեք ինչի ձեր կյանքի այդ փուլին ուզեցի անդրադառնալ, որովհետև ես մի հատ sense բան եմ հիշում, սա լրիվ իմ ընկերական զրույցների մասին է խոսքը, 2018 թվականին, երբ տենց մեծ էյֆորիա կար, Նիկոլ Փաշինյանն էլ արդյունքում դարձավ վարչապետ, այն մարդիկ, ովքեր որ այդ էյֆորիային չէին տրվել ու քաղաքական կամ հասարակական դաշտի մարդիկ էին, իմ ծանոթներից, ես իրենց հարցրել եմ, ասել եմ, բա դուք ինչի հեղափոխության կողմնակից չեք, իրենցից մի քանիսը պատասխանել են, որ իրենք վաղուց են ճանաչում Նիկոլ Փաշինյանին ու գիտեն, որ իր վարչապետ դառնալը լավ արդյունք չի բերելու։ Օրինակ, մի հոգին գիտեք, ասես մի քիչ անհետ չէ, էլի, բայց հետաքրքիր պատասխան տվեց, ասեց ես ազգային ժողովում աշխատող տղա էր իմ ծանոթներից, ասում է ես Նիկոլ Փաշինյանին չեմ ընտրել, որովհետև ես միշտ տեսնում էի, թե ինքը ոնց է բուֆետի աշխատողների հետ կռվում։ Կամ մենակ հացուտում։ Մենակ հացուտելը չի ասել, բայց որ միշտ կռիվ անում բուֆետի աշխատողների հետ։ Հիմա օրինակ այդ տղեն դրա համար միշտ այնպես դրսևորում է տեսել ինչ որ մարդկային իրավիճակներում ու որոշել է որ պիտի չընտրի ու էլի մարդիկ կան որ վաղուց են ճանաչել, ասում են ինքը հաստատ լավ բան չէր բերելու Հայաստանի գլխին։ Հիմա ես այս հարցը ձեզ տվեցի, որովհետև եթե դուք 9 տարի նույն օֆիսում իր հետ աշխատել եք, պետքա որ օրինակ 2018-ին դուք չսխալվեիք ու ընտրությունը այդպես չանեիք կամ ունենայիք առանձին կարծիք, եթե ձեր խմբակցությունը օրինակ որոշել էր աջակցել որպեսզի ինքը դառնար վարչապետ, այս հարցը կպարզաբանեք։ Տեսեք, կպարզաբանեմ սիրով, որովհետև ես մտածում եմ Ժիրինովսկին մահացել է, բայց ես անդադ մտածում եմ, որ առաջիկայում դիմեմ այնտեղ Ֆիլիպ կա իրենց օֆիսում եւ խնդրեմ ձայնագրությունը 20 թվականի տեսագրությունը 20 թվականի նոյեմբերի 5-ի կապիտուլյացիան ստորագրելուց 4 օր առաջ ես Մոսկվայում էի, այնտեղ որպես հանձնաժողովի նախագահ հանդիպեցինք Ժիրինովսկուն, մյուսներին, Դումայի նախագահ, փոխնախագահ եւ ես հիշում եմ, որ Ժիրինովսկին նախ թույլտվություն խնդրեց, որտեվ ինչի եմ ուզում Ժիրինովսկ գրասենյակից ուզել, որտեվ միայն իրանք դա տեսաձայնագրեցին, ասեց կարող ենք տեսաձայնագրել մեր հանդիպումը, ասեցի խնդրեմ սիրով։ Այնտեղ ինձ ասեցին Ռուսաստանում Մոսկվայում, որ մի քանի օրից Նիկոլը ստորագրելու է կապիտուլյացիա։ Ինձ ասել են 20 թվականի նոյեմբերի 5-ին Մոսկվայում եւ ինձ ասել են նոյեմբերի 5-ին Մոսկվայում, այն օրերին, որ Նիկոլը դեռ նոյեմբերի 8-ին, երբ որ արդեն Շուշին ընկած էր, իր էջում գրում էր Շուշիի համար մարտերը շարունակվում է, ինձ ասել են, որ Շուշին հանձնվելու է։ Ես հիշում եմ եւ ես ուզում եմ այդ կադրերը ունենալ, այսպես ձեռքս դրեցի Ժիրինովսկու
առջև սեղանին, ասեցի Նիկոլը էմոցիոնալ է, Նիկոլը էքսցենտրիկ է, ինքը շատ բաների ընդունակ, բայց ինքը դավաճան չի, ես ուղակի բացառում եմ, որ ինքը նման կապիտուլյացիոն թուղթ ստորագրի, ես ընդունում եմ, որ աշխատելով տարիներ շարունակ մարդու հետ, լսելով իր ընդհանուր գաղափարներով, ասենք Գառնին համարում էր հավաբուն, ասենք Զորաց քարերը, քարահունջը համարում էր քարկտիկներ եւ այլն, մտածում էի դե հիմա ինչ որ էքստրավագանտ յուրօրինակ տեսակետ ունի, որովհետեւ երբեմն իմ գնահատականներն էլ կարող է մարդկանց, ասենք, ափերից հանեն, օրինակ ես Սևակին չեմ հավանում, ես չեմ գտնում, որ ինքը լավ պոետ է, ես գտնում եմ, որ լավ պոետ է Չարենցը, Համոս Ահյանը, Սևակը չէ, հիմա կարան մարդիկ կան, կարան մարդիկ կան, որ ինձ կարան ասեն, «Էս ինչ ես ասում, ոնց կարելի է, էլի»։ Ես այդ բաներից, այդ ստանդարտ բաներից, որ եթե բոլորն ասում են, որ Սևակը էս է, ուրեմն պետք է ասենք, ես ատում եմ քո անունը, ինչպես որ դու քեզ փայփայած իմ ձեռքերը, դե չեմ սիրում։ Հիմա չեմ սիրում, հիմա ես գտնում եմ, որ ինքը լավ կարող է փիլիսոփա է, այդ անլրելի զանգակատունը ընդհանրապես չեմ սիրում, հա։ Դե մտածում էի Նիկոլն է էքստրավագանտ, բայց հետո պատերազմից հետո, երբ որ ես գնացի այդ նույն մարդկանց հետ հանդիպելու, ես ասացի, որ ես շատ քիչ եմ սխալվում մարդկանց հարցում, որտեվ իմ դիպուկա էլի իմ աչքը որպես եւ լրագրող եւ քաղաքական գործիչ, դե սխալվել եմ։ Այդ Սևակին, որ անդրադարձակ, ես էլ առիթից օգտվելով ուզում եմ ասեմ, որ որպես դրամատուրգիա կարդացող Շեքսպիրի սիրահար չեմ, բայց սիրում եմ Չեխովին, Ֆլորիան Զելերին, Արթուր Միլերին, Յուջին Օնիլին։ Դե Յուջին Օնիլը մի քիչ սենտիմենտալ է իմ համար, բայց Թենեսի Վիլյամս։ Ես այդ իրենց սիրահարն եմ, բայց մի հատ անդրադառնալով մի բանի, որ դուք Ժիրինովսկու հետ այդ հարցը քննարկել եք, ես տեղ առիթից օգտվելով նաև եւս մեկ բան եմ ուզում ասել, որովհետեւ նոյեմբերի 9-ից 3-ը ես գտնվել եմ առաջնագծում Շուշի ու Ստեփանակերտի արանքում, մասնակցել եմ շատ ուժեղ մերձամարտի, հենց այդ օրը ցերեկը, երբ որ հարձակում եղավ Ստեփանակերտի վրա, այսինքն կար տպավորություն, հիմա որ հետադարձ հայացք եմ գցում, որ ադրբեջանական զորքը ուզում էր Ստեփանակերտը գրավեր, բայց կանգ առավ պատերազմը այդ օրը գիշերը, որովհետև դա կանխել ենք մենք, ադրբեջանական զորքը շատ մեծ զոհեր տալով, մոտ 800-ից ավել զոհեր տալով, նահանջեց, նահանջողներին էլ մեր հրետանին հարվածեց, երևի տեղ չհասան, ես այդ ամեն ինչը տեսել եմ, հետո այդ դիակների մեջով քայլել եմ, գիտեմ, նույնիսկ վիդեոները կա, ադրբեջանցիների դիակների, Փառք Աստծո, հայերի դիակների մեջով չեմ քայլել, բայց ամեն դեպքում ուզում եմ ասեմ, որ ես էլ սա կարող է քաղաքական մեկնաբանություն էլ գտնի ես իմ ասածը, էլի մի քանի տեղ առիթ եղել է, էլի հարցազրույցի ժամանակ ասել եմ հենց պատերազմից հետո, դրա մասին չի խոսվել, երբ որ ասում էին Շուշիի համար մարտերը շարունակվում են, այդ օրվա ստատուսները, որ գրվել է Փաշինյանի կամ Արծրունի կողմից, դրանք կիսով չափ են իրական եղել, որտեղ Ստեփանակերտի համար էին մարտերը շարունակվում, ոչ թե Շուշիի, արդեն մի քանի օր։ Ու նաև մի դրվագի էլ անդրադառնամ նոր անցնենք առաջ, որ այդ օրը գիշերը ես պատերազմին մասնակցել եմ 10 օր, վերջի 10 օրը պատերազմի եւ նաև զինադադարից մի 2 օր հետո էլի այնտեղ եմ եղել։ Այդ օրվա գիշերվա անընդհատ էր այնտեղ ռմբակոծություն, բայց այդ օրվա գիշերվանը ֆանտաստիկ մի հատ sense ռմբակոծություններ, ոնց որ որոշել էին sense լրիվ մաքրեին մեզ ոչնչացնեին, հրաշքով ենք փրկվել, մենակ երևի Աստծո վրա կարելի է դնել այդ փրկվելու բանը, ուրիշ տարբերակ չկա, էլի, որ մտածենք թե ոնց փրկվեցինք, բայց ես ունեմ այստեղ իմ կարծիքը, որ հավանաբար հենց այդ ժամանակ պիտի մտնային Ստեփանակերտը գրավեին, որը որ կանխվեց զորքի շնորհիվ։ Դրա մասին ոչ ոք չի խոսում, ոչ միտեղ չի խոսվում։ Դրա համար առիթից օգտվելով ուզեցի ասել։ Կարևոր է, որ ասեցիք, որտեղ գալու է մեկը մի օր գալու է այդ ամեն ինչը դետալային հայկական Նյուրնբերգ լինելու է, ես դրանում 1 րոպե անգամ չեմ կասկածում։ Ես էլ չեմ կասկածում, ես դրա համար, երբ որ պատերազմի մասին խոսակցություն է գնում, ես ինձ թույլ չեմ տալիս խոսեմ Ջաբրայելի մասին, որտեղ որ ես չեմ եղել, Մարտակերտի կամ Մարտունու հատվածների մասին, որտեղ որ չեմ եղել, կամ Շուշիի ներսի մասին, ես Շուշիի ներսում չեմ եղել, ես եղել եմ Շուշի Ստեփանակերտ, այդ ավտոճանապարհի հատվածում, հա, ու տեսել եմ այնտեղ ինչ է կատարվում, ինձ թույլ եմ տալիս խոսել մենակ այդ հատվածի մասին, որտեղ տարբեր տեղերում տարբեր է եղել, նաև կախված է եղել հրամանատարներից, թե օրինակ Քյոխը իրան ուրիշ ձևադրսևորել է միտեղ հրամանատարը, մեկ այլ կերպ է իրեն
դրսևորել, ինչ որ մեկը փախել է, զորքին թողնելով, այսինքն տարբեր դրվագներ են եղել։ Գնացեք անտառներով ձեր ճարը տեսեք ցավոք սրտի։ Դրա համար ու մի հատ էլ sense առիթից օգտվելով Կոլյա Ստեփանյան կա, Ռուսաստանում ապրող տղա է ինքը, կարծեմ 2 ոտքերն էլ կորցրել է, միթե 2, ինքը շատ լավ գիրք ունի գրած, կոչվում է Где, ռուսերենով է գրել, վերջերս կարդացի լրիվ ապաքաղաքական գիրքեր ուղակի պատերազմի մասին, Հադրութի անտառներում թաքնված զորքի, որ մի կերպ հետո դուրս են գալիս։ Այդ գիրքը օրինակ որ կարդան, մարդիկ պատերազմի մասին շատ բաներ կիմանան։ Ու ասում եմ, այդ գրքի լավը է, որ ոչ ինքը պրոնիկոլական էր, ոչ հականիկոլական էր, ճիշտ պատկեր էր պատերազմի մասին, հա, առանց քաղաքական գործիչների անուն տալու։ Դրա համար դա բոլորը կարող են կարդալ իրենց պատկերացումները կազմելու համար։ Էլի մի քիչ անդրադառնալով այդ ինչի մասին որ քննարկում ենք, այնուամենայնիվ հետադարձ հայացքով դուք սխալ համարում եք 2018-ի ձեր ընտրությունը, փոխանցել եք դրա համար։ Ես կարծում եմ ոչ թե այդ գործիչներից մեկն եմ, որ առաջինն է խոսել այդ մասին, այլ միակն եմ, որովհետև ես այսօր տեսնում եմ ընդդիմադիր հարթակում գործիչներ, ովքեր հրապարակում սենց ինձ բրդում էին 18 թվականին, որ հնարավորինս մոտ կանգնեն Նիկոլին, ովքեր հարցազրույց էին տալիս հայկական, եվրոպական, ամերիկյան, ռուսական մեդիաներին եւ ողջունում էին հեղափոխությունը, այսօր ինչ որ սենց հռետորական հարց են տալի, բայց ով բերեց Նիկոլին, ես ասել եմ, տղա ջան, աղջիկ ջան, դու իմ հետ միասին, որ հրապարակում ամեն ինչ անում էիր Նիկոլի շնչին մոտ կանգնելու համար։ Իհարկե, ես շատ եմ մտածել եւ ես չեմ ուզում հիմա, ես իհարկե կապ չունեմ Բարգավաճ Հայաստանի հետ, ես վաղուց եմ դուրս եկել այդ կուսակցությունից, բայց ես անբարո կհամարեմ, եթե ես հիմա ասեմ, որ դե գիտեք ֆրակցիան կուսակցությունը կողմ էր, ես դեմ էի, բայց ես ենթարկվել եմ մեծամասնության կարծիքին, ոչ, ես ինքս գտել եմ, այո, որ պետք եւ ես երեկել այդ մասին խոսել եմ, ես հետո շատ երկար եմ ուսումնասիրել, որտեվ ես հիմա այսպես հա վերլուծում եմ, հա այդ նիկոլիզմը ինձ համար դա սեկտա է, դա աղանդ է։ Ես դրա մասին հարցնելու եմ, հա։ Այո, ես փորձում եմ հասկանալ եւ երբ որ ես կարծեմ Բրյուսելում էր մի հոգեբանի հետ խոսում էի, ինքը ասեց, որ ամբողջի խելագարությունը դա էպիդեմիա է, դա վիրուս է, դա հիվանդություն է, դա հոգեկան հիվանդության տեսակ է։ Երբ որ դու տեսնում ես 18 թվականին փողոցում 150,000 մարդ, դու այդ էպիդեմիան, այդ վիրուսը գրիպի նման 150,000 մարդ եղել, հա։ Դե թող լինի 70 կամ 80, ինչ որ մի պիկի։ Ֆանտաստիկ թիվ է, ես չեմ հավատում, չեմ էլ իմ հաշվարկներով չի եղել, նույնիսկ գիտեք, ես ինչ եմ նկատել, շատ հետաքրքիր բան է, օրինակ, հա, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատ մարդ ա եղել։ Այո, ես այդ հատվածի վերջի օրերը նկատել եմ։ Բայց այն ակտիվ շրջանում, երբ որ օրինակ երթեր էին անում, ես հետո այդ երթերը, որ համեմատում եմ օրինակ Դիմադրության շարժման կամ Սրբազան շարժման հետ, այդ ժամանակ ավելի շատ մարդ կար, քան Նիկոլ Փաշինյանի հետևից էին գնում։ Երրորդ նախագահի հրաժարականից հետո մի պահ լցվեց։ Այո, դա ազդում է, ես ընդունում եմ ին վրա, դա ազդում է, որ դու մտածում ես, ասում ես, stop չի կարա Նիկոլը, բայց կարողա դա քեզ թվում է, կարողա այս փողոցում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ են ճիշտ, դու սխալ։ Ես չունեմ այդ հարցի վերջնական պատասխանը։ Միգուցե դրան գումարվել է նաև վախը, որ ինչպես հանրապետական կանանց տներին տանում դագաղներ էին դնում, կամ ինձ շատ ազդել է, որ հանրապետական կանանցից մեկը պատմեց, որ այդ օրերին իրեն, որ մանկահասակ երեխա ու թոռ ուներ, անգամ խանութում հրաժարվում էին հաց վաճառել։ Դե պատկերացրեք պսիխոզը պարանոյան ինչի էր հասել։ Միգուցե ես մտածեցի, որ չէ էլի թող իմ երեխայի տան դիմաց դագաղ չբերեն եւ ի վերջո, եթե այսքան մարդ փողոցում սա է ասում, ուրեմն ես սխալ եմ, իրանք ճիշտ։ Հիմա ես գտնում եմ, որ այո, պիտի այդ շանտաժին, երբ որ ինքը կանգնեց ասեց կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, դա ուղակի շանտաժ էր, պիտի այդ շանտաժին չենթարկվենք, բայց ես իրան լավ գիտեմ, հիմա արդեն ինքը չէր կանգնելու ոչ մի բանի առջև եւ արյուն էր թափվելու, հիմա ով էր մտնելու այդ արյան պատասխանատվության տակ։ Ես կարծում եմ, որ ոչ մի հայի արյուն չարժի իշխանության, թեկուզ իշխանություն պահելուն։ Կարող է ես մի քիչ արդյունքում մենք ավելի շատ արյուն ունեցանք 5000 զոհված տղաների, կորցրած Արցախի, տեղահանված Արցախի տեսքով, այսինքն հետագա արյունը օրինակի համար, եթե ես իհարկե չեմ ուզում ոչ մեկին որևէ անգամ վնաս լինի, որ մնաց արյուն թափվի, էլի, բայց օրինակ եթե համեմատությամբ ենք վերցնում, որ կարող է 2018-ին լինեին բախումներ, բայց ամեն դեպքում չլիներ իշխանափոխություն, դա ավելի քիչ վնաս էր, քան թե ինչ որ մենք հետո ունեցանք։
պարոն Ալշերյան, շատ դժվար է Տիգրան ջան, հա, շատ դժվար է դա կանխատեսելը, էլի։ Պատմությունը եթեներ չի սիրում։ Մի հատ շատ հայտնի գիրք կա, իմներ տվեցի Վահան Հովհաննիսյանին, հետո դե մահացավ, այդպես էլ մնաց երևի իրանց տանը, այնքան հետաքրքիր է ինքը, հիմա չեմ էլ հիշում հեղինակին, բայց այսպես է, էլի, եթե օրինակ ասենք Ադոլֆ Հիտլերը չծնվեր, եթե 33 թվականին ասենք այդ իր կուսակցությունը չստեղծվեր, եթե սա չլիներ, պատմական այդ կարևորագույն ընթացքները Վաթերլոուն, ես չգիտեմ, Ստալինգրադի ճակատամարտում, եթե Ստալինը այս ինչպիսին կլիներ պատմության կարևորագույն ընթացքները, հիմա շատ հեշտ է ասելը, որ հա, եթե որ մենք կանխատեսեինք, որ պատերազմա լինելու, կանխատեսեինք, որ Նիկոլը ոնց որ ինքը ասեց ազգային ժողովում դեռ այդ ժամանակ ես падգամավոր էի, ասեց, որ հիմա հետահայաց նայում եմ, միգուցե ավելի ճիշտ կլիներ, ես գայի, կանգնեի եւ ասեի, որ տալու ենք այս հողերը, արդյունքը կլիներ նույնը առանց զոհերի, հասկանում եք, շատ դժվար է ասել այդ պահին, այդ իրավիճակում, երբ որ անգամ բժիշկներն էին իրանց խալաթները, ես գիտեմ բժիշկ, որ պացիենտին թողել էր սեղանի վրա, խալաթը հագել, դուրս էր եկել, էլ չեմ խոսում, այդ մի հատ համազգային պարանոյա էր, էլ եկեք հիմա է, որ բոլորը ասում են, ես ընդեղ չեմ եղել, սա ասում են, ես ընդեղ չեմ եղել, չեղել ես, դու էլ ես եղել, ես էլ եմ եղել, մյուս եղել ես, դու հիվանդին թողել ես սեղանին, խալաթը սպիտակ բժիշկը Հիպոկրատի երթումի վրա թքած ունենալով դուրս ես եկել, հրաժարական ես պահանջել։ Այսօր բոլորը ասում են, մենք այնտեղ չենք եղել։ Բա որ ասում են, անեկդոտ կա, չէ, որ եկեղեցու խաչը գողանում են, քննիչը գալիս է, սա քահանաներին քննում է, մեկը ասում է, ես Սուրբ Ավետիսն եմ, մեկը ասում է, ես Սուրբ Սարգիսն եմ, ասում է, բա որ սաղդ Սուրբ եք, եկեղեցու խաչը ով գողացա, բա որ սաղդ 18 թվականին հրապարակում չեք եղել, այդ մենակ ես եմ հրապարակում եղել, չէ, ես եմ այսօր ասում, որ այո, եղել եմ, սխալ եմ արել, իմ սխալի համար ես ապաշխարում եմ եւ ինչքան կյանք կա, ինչքան շունչ կա, կռիվ եմ տալու, որ այս արհավիրքը կանգնի։ Ուղղակի մենք 2018-ին մի հատ ընդհանրապես օրինակ ունեցանք, դա Աղվան Վարդանյանն էր, ով որ դեմ գնաց իր կուսակցությանը, իսկ մենք բոլորս հեռացվեց ու մենք գիտենք օրինակ Դաշնակցությունը ինչ խիստ կուսակցություն է ներսում իրենց որոշումներին դեմ գնալը, դա բավական լուրջ քայլ էր, էլի, բավական համարձակ քայլ էր։ Այո, դա պիտի ասել, այո, ինքներ եւ իրան հեռացրեցին կուսակցությունից, չէ՞։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա ասենք ես զարմանում եմ, էլի։ Բայց ինքը որտեղից օրինակ գիտեր, որ լավ չի լինելու, դրա համար գնաց նման քայլի, օրինակ ինչ եք կարծում, ինչն էր դրդապատճառը, որովհետև տեսեք, Դաշնակցությունն էլ ուներ կայացրած որոշում, որ իրենք պիտի իրենց ձայնը տան Այո, հետո կոալիցիա եղավ, որը հոկտեմբերի 2-ին Բարգավաճի Դաշնակցության եւ ԿՊ-ի միջև, որը հոկտեմբերի 2-ին Նիկոլը ոտքի վրա ազգային ժողովի դիմաց, երբ որ բենզին ծակված նարկոմաններից մեկը բարձանում էր sense ճանգրտելով իմ աշխատասենյակը 3-րդ հարկում էր, մեկ էլ ես պատուհանից տեսա, որ ինչ որ մեկը sense բարձանում է, ես փախել եւ թաքնվել եմ Արա Բաբլոյանի աշխատասենյակում, այդ ժամանակ Նիկոլը բոլորից անել, չգիտեմ, Աղվանը միգուցե մեզանից ավելի խոհեմ է եւ այդ համազգային փսիխոզին, որը ես համարում եմ, այո, հոգեկան հիվանդություն, որ չեք տենում ինչա, ես շատ դաժան բան եմ ասելու, բայց պիտի ասեմ, հա, այն տղաները, որոնք 18 թվականին փողոց էին փակում, այդ տղաները իրանց գերակշիռ մեծամասնությունը հիմա երաբլուրում է, այն տղաները, ովքեր ողջ մարդկանց դագաղներ էին պարացնում, սա այդ նովայում ես հանդիպել եմ ողջ Գալուս Սահակյանի պարագայում, Գալուս Սահակյանի թաղմանը, ես շշմել եմ, հիմա այդ տղաների գերակշիռ մեծամասնությունը երաբլուրում է, ես չգիտեմ դա ինչ է, ես չեմ ուզում հիմա մտնել Աստծո իրավասության տիրույթի մեջ, բայց ես միշտ ասել եմ, ես պատերազմից հետո շատ բան փոխվեց իմ կյանքում, շատ բան, ես սովորեցի ավելորդ ոչ մի բառ չասել, ես սովորեցի ինչքան, որտեվ չկա, չէ, մարդ, որին վատ բան չի անում, ով ասում է ես ոչ մի պատվիրան չեմ խախտում, դա սուտ է, չկա, ամեն օր, հա, տենց բան չկա, հա, բայց ես հիմա ամեն բառը ասելուց ես հիմա շատ երկար մտածում եմ, ես հասկանում եմ, որ դա բումերանգ է եւ դա վերադառնալու է։
Ես վերջերս մի հատ ռիլ տեսա ձեր հարցազրույցներից մեկից, դուք եք ձեր էջում տեղադրել, մի քանի օր առաջ եմ տեսել, տեղ մի հատ հետաքրքիր միտք եք արտահայտում, հենց որ 2018-ից հետո դուք սկսեցիք ուսումնասիրել ամբոխների հոգեբանություն, քիչ առաջ էլ որ դրա մասին խոսեցիք, ես այս հարցը հատուկ պատրաստել էի, որովհետև այդ նույնը ես էլ եմ արել ճիշտն ասած, Գուստավ Լե Բոնի գիրքը կարդացի նախ, Պսիխոլոգիա նարոդովի մաս ամբոխների եւ ինձ դա բավական sense աչքերս բացեց, հետո չէ, ինչքան զուգահեռներ կան։ Հա, զուգահեռներ կան, որովհետև այդ գիրքը օգտագործվում է նաև գովազդային աշխարհում, օրինակ մարդկանց վրա ինչ-որ բան ծախելու առումով։ Մարքեթինգի շուկայում ինքը ֆանտաստիկ օգտագործվում է։ Հա, ու ես տեսա, որ 2018-ի հեղափոխությունը ոնց որ գրված լիներ սցենար հիմնված հենց այդ գրքի վրա ու նման գործերի վրա, որոնք որ տալիս են հնարավորություն կառավարել ամբոխներին։ Ես տեղից մի բան էլ հասկացա, կարծում եմ հետս կհամաձայնվեք, որ օրինակ եթե մենք սենց իրար դիմաց նստած խոսում ենք, ես որ փորձեմ ձեզ ինչ-որ բան համոզեմ, դա ինձ ավելի դժվար կարող է հաջողվի, եթե դուք իմ մտքի հետ համաձայն չլինեք, քան եթե ես օրինակ 1000 հոգու փորձեմ էմոցիոնալ կառավարեմ ինչ-որ այլ ուղղությամբ։ Հա, որովհետև ամբոխները չունեն ինտելեկտ, իսկ անհատը ունի ինտելեկտ, ամբոխները կառավարվում են էմոցիաներով, անհատները միացնում են իրենց ինտելեկտը ու օրինակ որոշում են, որ այս ինչ բանը պետք չի անել։ Օրինակ ինչ եք կարծում, եթե այս գիտակցությունը մենք մարդկանց մեջ մտցնենք, իրենք կսկսեն հասկանալ, որ այդ համակարգով են կառավարվել ու 2018-ին գործել այդ սխալը։ Ես սրան մի բան էլ ավելացնեմ, օրինակ նաև դուք կարող եք ասել, որ 2018-ին, որ դուք ձեր գործընկերները նման ընտրություն որ կատարեցին, էլի էյֆորիայի արդյունքում է եղել, քան օրինակ քաղաքական ճիշտ հաշվարկի։ Միանշանակ, ուրեմն Տիգրան ջան, չէ, չենք կարող, շատ ծանր բան եմ ասում, որտեվ ես շատ երկար եմ փորձել, ինձ համար նիկոլիզմը դա աղանդ է, որովհետև նույն հայկական ժամանակում իմ աշխատած տարիներին նույն Նիկոլի առաջարկով ես շատ եմ զբաղվել աղանդներով, հա, կրոնական աղանդներով, եւ ես գիտեմ, իմ լրագրողական հոդվածների շարք ունեմ, թե ինչ մեխանիզմով են աշխատում կրոնական աղանդները եւ հատկապես վտանգավոր, անձին դեգրադացնող, անձին կազմաքանդող կրոնական աղանդները նիկոլիզմը, ահա այդպիսի աղանդ է, որի հիմնական բաղկացուցիչը անգրագիտությունն է եւ վերլուծելու ունակության կրիտիկայի վերլուծելու ունակության բացակայությունը չես կարող ես շատ տևական ժամանակ փորձել եմ ես ունեմ մերձավոր բարեկամներ որոնց հետ ես փորձել եմ որպես իրանց վերցրել եմ որպես падոբտնի նմուշ եւ փորձել եմ իրանց բացատրել երբ որ իրանք ասում են ինչ կապ ունի Նիկոլը Արցախը հանձնելա Քոչարյանն ու Սերժը ես իմ այդ շատ մերձավոր բարեկամի որի վրա հիմա խաչ եմ քաշել ես փորձել եմ հասկանալ ինչպես է աշխատում նիկոլականի ուղեղը չի աշխատում եւ հիմնական այո չի աշխատում նիկոլականի ուղեղը չի աշխատում ինքը ասենք չի կարա չէ ուղեղը աշխատող մարդը ասի ուզում եմ թուրքն Ես իրա բառն եմ արտաբերում այդ ռաբիզ акցենտով գա ասում է ոնց թուրքը գա թորներիդ մորթի բայց Նիկոլը մնա ասում է խա հասկանում եք խա դե հիմա չգիտեմ որ ռեգիոնից էր մադամը անհնար է անիմաստ է դա պատ է դու այդ պատը չես կարող կոտրել ասում եմ բա որ Սերժն ու Ռոբերտն էին հանձնել Արցախի մեծ մոլորիալ նիկոլական մերձավորին Ալիևը 30 տարի ինչի էր սպասում ինքը հարցը հասկանում է որ լեգիտիմ է բայց ինքը կատաղում է քո լեգիտիմ հարցից որ դրա պատասխանը չունի ու ավելի է սկսում սատարել Նիկոլին դրա համար ես այն բոլոր մարդկանց ես տեսնում եմ շատերի քանի որ իմ նյարդերը Նիկոլի ասած հիմա կուր են ամուր են եւ ես շատ էմոցիոնալ էի հիմա ես կարողացել եմ իմ այդ մեջ այդ դնել էլի որ անիմաստ է մի գժվի անիմաստ է որտեվ դա խելագարվելու է երբ որ դու տեսնում ես մարդ ասենք որ նայում ես թվում է թե նորմալ է որ ասում է տարել են ավտոմատը պահել են գլխին որ ամսինի ու դա ասում է լուրջ ինքը դրան հավատում է անիմաստ է որ Տիգրան դու ասում ես աշխատենք մարդկանց բացատրենք չէ Նիկոլի զանգվածին պետքա թողնել հանգիստ եւ ամենակարևորը իրանց պետք չի արձագանքել որովհետեւ իրանք սեռական օրգազմ են ստանում ես ձեզ ասում եմ օրգազմ են ստանում երբ որ օրինակ հայհոյանք են գրում եւ իրանց պատասխանում ես ինքը տալիս է ասում է ինձ պատասխանել է Նաիրա Զոհրաբյանը ինձ պատասխանել է Գառնիկ Դանելյանը դա իրա այսքան
այսքան եսը էգոն սարքումա, չգիտեմ ինչ դրա համար, երբ որ որևէ նիկոլական անգամ ամենասեռախեղված հայհոյանքներն ա գրում, ես պարզապես բլոկում եմ, այսօր քիչ առաջ տեղադրել եմ, որ Բաքվի դատարանը 20 տարի ազատազրկման դատապարտեց Ռուբեն Վարդանյանին եւ ինչ TikTok-ում իմ կոմենտների բաժինը բաց է, գերակշիռ մեծամասնությունը հրճվանք հիացմունք։ Բայց դա էլ շատ զարմանալի է, օրինակ եթե Ռուբեն Վարդանյանը եղած լիներ Հայաստանի ինչ որ նախկին ատելի ղեկավար, մի քիչ գոնե փորձեինք հասկանալ, որ օրինակ Ռուբեն Վարդանյանի օրոք այսինչ մարդիկ գտնում են, որ Ռուբեն Վարդանյանի պատճառով վատ են ապրել։ Եթե Արայիկ Հարությունյանին ասեիր։ Փորձեինք մի քիչ sense հասկանալ, էլի չընդունել, բայց գոնե լոգիկան էլի հասկանայինք, բայց այս դեպքում Ռուբեն Վարդանյանը Հայաստանում աչքի անգել ներդրումներով, բարեգործություններով, լավ ծրագրեր իրականացնելով, հետո փորձել է դա անի Արցախում, արդյունքում գերի է ընկել տեղանության ժամանակ, այսինքն հիվանդ երևակայություն ունեն։ Այստեղ մեկը մեզ իրենք չեն նայելու, դրա համար ես մի հատ բան ասեմ, ես մի հատ շատ լավ մեխանիզմ էի մտածել նիկոլականների վրա ազդելու, ու դա ես ընդդիմադիր շարժումներից մեկի ժամանակ ասենց փորձել եմ ասել, որպեսզի իրենք այդ մեխանիզմը օգտագործեն։ Ուրեմն հիշում եք մի ժամանակ, որ այդ Արցախի պարտությունը որ եղավ, շատերը սկսեցին ասել դա իսկական Նիկոլը չի, Նիկոլին վերելակի մեջ փոխել են բան, ասենց դա նիկոլականներն էին ասում։ Ես ընդդիմադիր շարժման որոշ տենց մարդկանց ասացի, որ ղեկավարներին ոնց որ համոզեն, որ այդ թեզը սկսեն առաջ տանել։ Մարդկանց համոզեք, որ Նիկոլին վերելակի մեջ փոխել են, այդ մեր 2018-ի ընտրած Նիկոլը չի։ Հիմա լրիվ ուրիշ ֆեյք Նիկոլա մեզ ղեկավարում, մենք իրան հանենք, որ նրան կարանանք բերենք։ Սենց մի հատ բան էի առաջարկում, որ փորձեին այդ ուղղությամբ աշխատել։ Ես ասենք այս վերջերս Խաչիկյանը, իմ լավ ընկեր Արտուր Խաչիկյանը մի հատ հումոր էր արել, քանի որ Վենսի ԱՄՆ փոխնա, այս պիտի ասեմ, սա շշմելու բան է, ժողովուրդ լսեք, քանի որ Վենսի թարգմանությունը կառավարության բերած թարգմանիչը սխալ էր թարգմանել եւ 9 միլիարդ ինվեստիցիան բանը ամերիկյան, որ դա ներդրում չի, իրանք ներդրում էին, հա, թարգմանել այդ բառը, իմպորտը իրանք, հա, իրանք գումարը, ասենք իրանք աշխատատեղերը, իրանք ինվեստիցիա ներդրում էին թարգմանել, Խաչիկյանը որոշեց հումոր անել, դրեց դե ինքը ֆանտաստիկ գիտի անգլերեն, դրեց Վենսի ձայնը եւ ասեց հիմա ես ձեզ կներկայացնեմ իրական թարգմանությունը, ժողովուրդ, իսկ իրականը այն է, ձեզ խաբում են, որ Վենսը ասում է, ով որ ընտրի Նիկոլին, ստանալու է ուրեմն $10,000, 2 կիլոգրամ ոսկի եւ 200 գրամ ադամանտ, ու քանի որ Խաչիկյանը դե դոկտոր ասաց շատ լուրջ տեսքով, ուրեմն ես դա դրել եմ իմ էջում, Տիգրան, չես հավատա, լիքը մարդ գրել է, շնորհակալություն ճշմարտության համար, մի կին էլ, որը նայեցի դասախոս է գրել է, այդ տեսեք, հալալա թարգմանչին, քանի որ ինքը նիկոլական չի եղել, չի ուզեցել ասի, որ ձեզ 200 գրամ ադամանտ են տալի, եւ լիքը ադեկվատ մարդ ինձ գրել է նառա, խնդրում եմ էջիցդ հանի, որովհետեւ սա Նիկոլի օգտին է, լիքը մարդ կհավատա։ Հա? Չէ, ես չհանեցի պրինցիպիալ սկզբունքորեն, որովհետև ես ասեցի, ես չեմ կարող պարտվել անգրագիտությանը, ես սկզբունքորեն հրաժարվում եմ, ինձ ասեցին, հա, կհավատան, ասում եմ բազմաթիվ մարդիկ գրել էին շնորհակալություն, հիմա Խաչիկյանին ասում եմ, տեղը ասա մարդիկ գնան 2 կիլո ոսկին, 200 գրամ ադամանտը ու $10,000 ստանա, սա աբսուրդ է, այո, հիմա կհավատան, բայց դա լավ է, որ հավատան, որ Նիկոլին լիֆտում փոխել են եւ 18-ի Նիկոլով ասում էր խոնարհվում եմ ձեր առաջ, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեր առաջ, ուրիշ Նիկոլա, ով ասում է աղքատությունը ձեր ուղեղում է, խո ձեր ձեռը կրակը չեք ընկել 7 տարի բանը 7 անգամ ռեմոնտ արած դիվանին նստած, ոչ մի բան չեք ուզում անեք։ Բայց դա այն մասան է, ովքեր որ մինչև հիմա հույս ունեն ու հավատում են, որ օրինակ նախկիններից թալանը վերցվելու է, վերադարձվելու է իրանց այդ նույն մարդիկ են, այսինքն հիմա իրանք այդ վիդեոն տեսել են, ուրախացել են, հավատացել են ու ավելի մեծ ակնկալիքներ ունեն, որ ոսկի, ադամանտ, $10,000։ Բայց այսինքն դա ինչի արդյունք է, Տիգրան, մենք գալիս ենք նրան, որ դա անգրագիտության արդյունք է, կիրթ հասարակության մեջ մենք շատ ենք խոսում, չէ, որ մենք այսքան գիտնական ենք ունեցել, այսքան չգիտեմ ինչ, մենք Մերգելյան, ես չգիտեմ ինչ, Վիկտոր, բայց մենք
հերիք է այդ բոնապարտիզմով, ազգային այդ բոնապարտիզմով տարապենք, մենք պետք է անկեղծորեն ընդունենք, որ մենք ազգ ենք, որի գերակշիռ մեծամասնությունը կիսաբաց լուսամուտներ է նայում։ Դա պետք է ընդունենք, մենք ազգ ենք, որը այո, կարա ասի լիֆտում Նիկոլին փոխել են, մենք ազգ ենք, որը կարա ասի, որ իր բանում շորերի պահարանը դատարկի, որ հեսա նախկինների թալանը բերելու են, սենց դոլարներով, ինքն էլ մատա թքելու է, սենց հաշվի ու շարի։ Մենք այդ ազգն ենք, մենք պետք է ընդունենք, չէ, եւ պետք է ընդունենք, որ մեր հիմնական խնդրեմը դա անգրագիտությունն է, եւ ես կողմ եմ, որ ինչպես 17 թվականի հեղափոխությունից հետո մարդկանց բռնի ուժով լիգբեզներ էին ստեղծում, գիշերային դպրոցներ տանում կրթում էին, որտեվ եթե մեր հասարակության մեծամասնությունը կիրթ լիներ, մենք էս մղձավանջի մեջ չէինք լինի։ Նիկոլը այս հասարակության պրոդուկտ է, Նիկոլի շնչառական ապարատը այս հասարակությունն է, ով ասում է Նիկոլին լիֆտում փոխել են, այդ ինքը չի ստորագրել։ Սա լուրջ խնդիր է։ Մենք պետք է զբաղվենք իսկապես այս հասարակության կրթական ցենզով։ Բա 1000 տարի կիսաբաց լուսամուտների եւ անմակարդակ սերիալների վրա որպես fast food կերել է այդ ուղեղի խնդիր ունի, չէ, ընկալունակության խնդիր ունի։ Եվ ելի եմ ասում, Նիկոլականի հիմնական խնդրեմը վերլուծելու կրիտիկայի, բացակայությունն է, իրանք չունեն, իրանց մոտ քննադատական միտքը, որ վերլուծի, բա որ սա սենց է, սրանից հետո ինչ ա լինում, դա բացակայում է, դա բացակայում է, որտեվ դա արդեն կրթական ցենզի խնդիր է։ Բայց մյուս կողմից իրենց մատուցվում է ինչ որ sense կիսա fake բաներ, ուրիշ փաթեթավորումով մատուցվում է, օրինակ խաղաղություն է մատուցվում, որը շատ ավելի վտանգավոր խաղաղություն է։ Մատուցվում է, ասենք Թրամփի ուղի է մատուցվում իրենց, որ հեսա նայեք ինչ լավ է լինելու, մանավանդ ձեր քիչ առաջվա նշած պահը, որ այդ ներդրումային ծրագիրը, որ թարս էր ներկայացվել, որ իբր Հայաստանում 9 միլիարդ, երբ խոսքը ընդհանրապես import-ի մասին էր, այսինքն ամերիկյան տնտեսության մեջ է դա լինելու։ Ինչքան էլ դա հերքվել է, այսօր այդ մարդիկ իրանք այդ հերքածը չեն կարդացել ու լսել, ավելի շատ իրանք նրա են մարսել, որ հեսա այսքան շատ փող է գալու Հայաստան։ Եվ քանի որ ես ինքս ես նաև որպես նախկին լրագրող եմ ասում, այսօր այս տեղեկատվական, այս գժական, այս տեմպի դարում ցանկացած ինֆորմացիա, նույնիսկ ամենասկանդալայինը մի օրվա կյանք ունի, մի օրվա մի քանի ժամվա։ Իրանք առաջի ինֆորմացիան տալիս են, մի իդիոտ եթերով մի քանի տարի առաջ ասելա, որ Նաիրա Զոհրաբյանը տղա ունի, որը բանակում չի ծառայել Գերմանիայում, այդ իդիոտի ասածը մեղվել է մի սեգմենտի մեջ, դրանից հետո ես մի միլիարդ անգամ դա հերքել եմ, որ չունեմ տղա, չեմ պատրաստվում առաջիկայում ծննդաբերել, ունեմ աղջիկ, ունեմ թորնիկ, տղա չունեմ, բայց միևնույն է, այդ մեղվել է, նաև այն fake տեղեկատվությունը, որ իբր ես սփյուռքահայերին ասել եմ լափակեր եւ ժողովրդին ասել եմ ժեղ, երբ որ ես ասում եմ բերեք որևէ տեսագրություն, որտեղ ես ժողովրդին ասել եմ ժեղ, չեմ բերում, բայց իրանց մեջ մեղվել է, այսինքն բա իրանք աշխատում են այդ պոակները, այդ կենտրոնները, որ ստեղծվել են եւ մեր հարկերի հաշվին այսպես բարգավաճում է, իրանք աշխատում են այդ fake տեղեկատվությունը առաջինը ասա սուտ, հետո 1000 հոգի այդ սուտը փորձի հերքել, չի ստացվելու, սա է։ Եվ դեռ հաջողում են, մենք պետք է ընդունենք, որ դեռ հաջողում են։ Տիկին Զոհրաբյան, հիմա քանի որ առաջիկայում Հայաստանում ընտրություններ են լինելու մի քանի ամսից, առանց անուններ տալու, առանց կոնկրետանալու որևէ քաղաքական ուժի վրա, ասենց ընդհանուր պատկերացումներ եմ էլի ուզում միասին կազմենք, օրինակ ինչպիսին պիտի լինի այն ուժեղ ղեկավարը, որ այս բոլոր խնդիրները կլուծի ու Հայաստանում մթնոլորտը կփոխի, կգնանք դեպի զարգացում, բանակը կուժեղանա, անվտանգային համակարգը կուժեղանա, կամրացվի, այսինքն ինչ կերպար եք պատկերացնում, որ ինչպիսին պիտի լինի Հայաստանի ղեկավարը, որ այս արավիրքներից, պարտություններից հետո այդ հարցերը կարողանա կարգավորի։ Տեսեք, ինձ համար նախ ես այդ անձակենտրոն կառավարման մոդելին դեմ եմ, մեր բոլոր կուսակցությունները, իրանք եւ կապ չունի այնտեղ ժողովրդավարական քվեարկություն են անում, ոնց որ իբր ԿՊ-ում այդ բան քվեարկում ենք բան
չլինի Նիկոլ Փաշինյանը 2 վայրկյան հետո 0% ստանալու ԿՊ-ն եւ հայաստանյան բոլոր կուսակցությունները անձի վրա ես չեմ ուզում որ մենք հիմա ասենք որ մենք այնպիսի մենք հասել ենք точка невозврата անդառնալիության կետին այն օրենքը կա չէ ֆիզիկայի այն անկումը վակուումում որին ոչինչ չի խանգարում կոչվում է ազատ անկում մենք շատ վաղուց արդեն ազատ անկման ռեժիմում ենք եւ դմփոցը լինելու է հունիսի 7-ի ընտրությունը ինձ համար պիտի լինի թիմ, որի համար շատ པարզ բան եմ ասում, սեղանին դրված լինի հայկական օրակարգ, այս իշխանության սեղանին հայկական օրակարգ դրված չի, եւ դրա համար այս իշխանությունը պիտի գնա։ Ինչ պիտի անի ընդդիմությունը, ցավոք սրտի ես տեսնում եմ, որ տարբեր ընդդիմադիր ճամբարներ, ես շատ վատ բան եմ ասելու, ես ում հետ խոսում եմ, իրանք նստած կալկուլյատորով հաշվում են, թե քանի մանդատ են ունենալու, իրանք չեն հաշվում են մոդուլը, այն բանաձևը, ոնց գծեն միասնական ընդդիմության ճանապարհային քարտեզը կամ առնվազն 2-3 մեծ բևեռ լինի, որ այս իշխանությունը գնա։ Ես գիտեմ ուժեր, որ նստած ասում են ում բերեմ իմ ցուցակ, որ 4%-ը անցնեմ, ում հետ անեմ, չէ, այդպես չի։ Բայց օրինակ ես ունեմ հույսեր ու ունեմ տպավորություններ, որ մի քիչ ավելի ուժեղանում է ընդդիմությունը, օրինակ 2-3 ուժեր, որ եթե կարողանան շատ ձայներ հավաքել, ավելի մեծ տոկոսով հնարավորություն կունենան հաղթելու իշխանություններին։ Ասել դա միշտ հնարավորություն կա, եթե մենք հիմա ասենք շանս հնարավորություն չկա, բահենա ինչի է այս մեր ոդքասթը, ինչի են իմ եթերները, մենք ինչի համար ենք ընդհանրապես ինչ որ բան ձեռնարկում։ Ես հասկանում եմ, որ այս իշխանության նարատիվը նա է, որ անընդհատ ասի, որ այո, այդպես է, արևմուտքը աջակցում է։ Միացյալ Նահանգները բաց տեքստով, չէ, եկավ Վենսը ասեց, որ ինքը մեր տեխնացուն է, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը ասեց ինքը ըստ էության մենք ուզում ենք, որ Թուրքիան շահագրգռված է, որ այս իշխանությունը վերարտադրվի, բաց տեքստով Կայա Կալասը ասեց տալու ենք փող ինչքան պետք կլինի, դա բլելու ենք Մոլդովայի սցենարը, ում ուզում է նստացնի, ում ուզում է վերջի պահին ընտրական ցուցակից հանի, մենք ասելու ենք օքեյ, ես այդ հարցը, որ տվել եմ 2 տարի առաջ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյայի, ում հետ շատ մտերիմ եմ, ասել եմ, եթե Նիկոլը ինձ ուղիղ եթերում ուտի, այդ ժամանակ գոնե դուք ձայն կհանեք, ասելա ոչ, մենք ասելու ենք, որ Նաիրա Զոհրաբյանին Նիկոլը կերել է Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու համար, բայց Նիկոլի ուզածը այն է, որ մենք ասենք, չէ, վсё, այն որ ասում է շեֆ, այն բրիլյանտը վերուկայի մեջ, շեֆ, վсё пропало, չէ, Արևմուտքը ում շունն է, Եվրոպական միությունը ում շունն է, Ռուսաստանը իր լոյալությամբ, ով ինչ ուզում է ասի, Նիկոլի հանդեպ շատ պոզիտիվ լոյալությամբ ում շունն է, եթե ընդդիմությունը կարողանա համակարգվել առնվազն 2-3 բևեռներով եւ քլունգը լապատկան առած իրար տակ փոխարեն կենտրոնանան մեկ հարցի շուրջ, ոչ թե քանի մանդատ պրճոկեն խորհրդարանում, այլ ինչպես անեն, որ այս ռեժիմը հեռանա, արևմուտքն էլ Միացյալ Նահանգներն էլ, Եմենն էլ, Ռուսաստանն էլ խելոք, այսինքն նացի պճկախ վազելու են եւ փողոցում գեներացված ժողովրդի հետ եւ այդ փողոցի առաջնորդների հետ հաշվի են նստելու։ Բայց օրինակ հիմա հարցումները այս պայդրությամբ արդեն ցույց են տալիս, որ ուժեղ Հայաստանը նույն մեր ձևով շարժումը արդեն հաղթում է իշխանություններին։ Հարցումները դա ցույց են տալիս։ Ես բնականաբար ամբողջ Հականիկոլ ճամբարը գնալու է այդտեղ եւ դա տեսանելի է շատ։ Բայց արդեն տոկոսայինով հիմիկվանից տենց է, իսկ դեռ ամիսներ կա, որ այդ աշխատանքը ավելի առաջ կգնա, ավելի կմեծանա։ Դրա համար եմ ասում, պետքա ճիշտ աշխատել, բայց նաեւ մի մոռացեք, թե մենք ինչպիսի մրցակցի հետ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի, որի համար սա ընդամենը ընտրություն չի, ընդամենը վերարտադրվելու հարց չի, սա իր համար կյանքի եւ մահվան հարց է, ուղղակիորեն կյանքի եւ մահվան հարց, եւ այստեղ շատ լավ իմանալով Նիկոլին, ես շատ լավ կանխատեսում եմ, ինչի մասին չեմ խոսելու, թե հələ ինչ սյուրպրիզներ է ինքը անելու։ Ձեզ թվում է այս մարտի 1-ի նախընտրական փաթեթ է, ես դրա անունը չեմ դրել քրեական գործ, դրա անունը դրել եմ նախընտրական փաթեթ։ Այս խի է բացվել, որ իբր կներեք պարոն Օսիպյան, ձեր ամեղության կանխավարկածը հարգեմ, ես չեմ հավատում ձեր դեմ հարուցված քրեական գործի,
օբյեկտիվությանը ես մտածում եմ, որ այս քրեական գործերը հարուցվել է, որ իբր ինչ որ ցուցմունքներ ձեզանից կորձեն, սլաքները ուղղելով շատ ավելի լուրջ նախընտրական մրցակիցների վրա առաջիկայում Տիգրան ջան չզարմանաք, որ բացվի օրինակ հոկտեմբերի 27-ի նախընտրական փաթեթը բայց ելի եմ ասում նույնիսկ Կաշեյ Բիսմերտնին անմահ չէր եւ iOS ռեժիմը հնարավոր է հեռացնել, եթե դրված լինի մեկ հարց. ինչպես միավորել ընդդիմադիր ուժերը Հայաստանի պետականության անկումը կանխելու համար, որովհետեւ ես չեմ ուզում ինչ որ տենց չարագուշակ բաներ ասել, բայց կարա լինի նենց իրավիճակ, որ Հայաստանի պետականություն չլինի։ Իմ շատ լավ ընկերը, մի հատ ակադեմիկ, որ շատ հայտնի մարդ անունը չեմ ուզում տամ, ասում են չեք ողբերգություն անում, եթե ես ժողովուրդը ուզում է գնա ինքնասպանության, հիմա ասենք քրդերը չունեն պետություն, ասորիները չունեն, ինչ ա եղել, որ հին ազգերից, ինչ ա, այս ժողովուրդը կամավոր գնում է ինքնասպանության, մի ինչ որ խմբով դուք կանգնել եք ինքնասպանվող ժողովրդի առջև, դիմացը եւ ասում ես չեմի ինքնասպանվի, դու շանս ունես փրկվելու, բայց ես էլի ասում եմ, պիտի կանգնել եւ ասել չեմի ինքնասպանվի, դու շանս ունես փրկվելու։ Շատ լավ, դուք որևէ ձևաչափով մասնակցելու եք առաջիկա ընտրություններին։ Գիտեք, այս պահին ես չունեմ դեռ վերջնական որոշում, ինչի համար, որովհետև ես պարզապես լինել падգամավոր չեմ ուզում, ես 14 տարի եղել եմ падգամավոր եւ այդ մանդատը ոչինչ առավել չի տալիս, քան հիմա ես որպես գործիչ, որին ճանաչում են այլևս նաեւ Եվրոպայում եւ Ռուսաստանում, ես անում եմ միջազգային հարթակներում։ Եթե ես կտեսնեմ հնարավորություն, որ հնարավոր է ինչ որ մի մոդիֆիկացիայով կանգնեցնել այս արհավիրքը եւ կլինի առաջարկ կքննարկեմ։ Օրինակ, եթե այդ առաջարկը լինի, առաջարկ Հայաստանին նույն Ծառուկյանի դաշինքից։ Ես ասեմ ձեզ, երբեք այդ դաշինքից ինձ առաջարկ չի լինի, ուղղակի չի լինի, դա հնարավոր չի։ Ես հիմա չեմ էլ ուզում կոնկրետ ինչ որ քննարկել մի բան, որը չկա եւ գոյություն չունի։ Հասկացա։ Մի քիչ շրջանցելով քաղաքական թեմաները լրիվ ուրիշ քաղաքականությունից ասեմ ձեզ, ապա քաղաքական նյութերը ժողովուրդը ավելի հաճիկով անայել, որտեվ հոգնել ասում է հերիք այլի ասեք վատա էսա Նիկոլա էսա գիտենք ձեզանից էլ լավ գիտենք, այնպես որ ապա քաղաքական։ Հա, մի քիչ sense ապա քաղաքական զրույց էլ կուզենայի ունենալ ձեզ հետ, որովհետև ես տեղյակ եմ, որ դուք շատ մեծ կարևորություն եք տալիս առողջ ապրելակերպին, սնունդին, մաշկի խնամքին, օրինակ sense որ միշտ այսպես գեղեցիկ ու լավ տեսք ունեք, դրա գաղտնիքը ինչ որ արհեստական միջամտություններն են, թե ավելի լավ բաներ գիտեք։ Գիտեք, ես արդեն հոգնել եմ, ինձ նույնիսկ ինձ ֆիրուրգներ, իմ ընկերներ ասում են, սուտ ես ասում, ասա ինչ ես անում, ոչ սիրելիներս, ոչ, եւ ընդհանրապես հիմա ես կխփեմ բոլոր կոսմետոլոգների եւ խիրուրգների գործին, որոնց մեջ ես լավ ընկերներ ունեմ, բայց կոչ եմ անում կանանց չգնաք եւ այդ դեմքի պլաստիկ վիրահատություններ չանեք։ Դա абսուրդ է, բոլորին սարքում են տրանսգենդերի, հիմա կասեմ, այն որ ֆիլերներ են սրսկում չանեք, չանեք այդպիսի բաներ, այդ ամբողջը փչացնում է դեմքը, ինչ անել։ Բոտեքսի մասին է խոսքը։ Չէ, ֆիլերը բոտեքս չի։ Բոտեքսը գիտեք կարելի է, երբ որ ինչ որ ճակատ բոտեքսը խնդիր չի, բայց այդ ֆիլերները, որ սրսկում են դեմքի մեջ, ես չգիտեմ ինչ որ բաներ են անում, դա ուղակի խայտարակություն է, դա ուղակի իմ կարծիքով, դա իմ գնահատականն է, որտեվ ես իմ նաև այս խնամքի, որտեվ հիմա նույնիսկ մտածում եմ, եթե ես փող ունենայի, դեմքի խնամքի մի հատ փոքր ստուդիո կբացեի եւ անվճար կսովորացնեի այն նյութերը, բիոխիմիկ եմ դարել, ասենք նստած ուսումնասիրում եմ ռետինոլը վիտամին C-ի հետ չի կարելի, որտեվ իրանք իրար չեզոքացնում են։ Ռետինոլը շատ լավ է նիացինամիդի հետ։ Ի վերջո կարճ ասեմ, որտեվ Տիգրանն էլ չձանձրանա, եթե ուզում եք ունենալ հրաշալի մաշկ, օգտագործում եք առավոտյան վիտամին C, բայց ինձ հարցրեք ասեմ, որ վիտամին C-ն, որ արտադրության օգտագործում եք նիացինամիդ ցինկի հետ, խորհուրդ կտամ Ordinary ֆիրմայինը, ֆանտաստիկ է, 15% նիացինամիդ է, անպայման օգտագործում եք Selimax-ի տոներները, որոնց մեջ ամինաթթուներ կան, նոնիով տոներն եք օգտագործում, նույնիսկ ես վիդեո եմ սարքել իմ նյութերի, այսինքն մի օր նյութ անենք, հաղորդում այստեղ կբերեմ եւ այդպես անպայման եւ ամենակարևորը դա
մաշկի փրկությունն է վետե կոսմետիկսի այդ Redel շոթերը միկրոասեղներով իրանք ծովային գուբկայից սարքած բաներ են, որոնք այդ նյութերը ավելի արագ տանում են ներս եւ մաշկի փրկությունը դա ռետինոլն է, ռետինոլ պարտադիր եւ արդյունքում կունենաք մաշկ, որին կնախանձեն բոլոր եւ ամեն անգամ, ինչպես Տիգրանը կասեն, այդ պլաստիկ վիրահատություն ես արել, չեմ արել։ Իսկ ինչքանով դեր ունի նաեւ այդ ամեն ինչի մեջ սնունդը պարտադիր, ուրեմն եթե դու դեմքդ խնամելու ես, բայց ուտելու ես այդ տրանս յուղերը, դու ունենալու ես այլանդակ մաշկ, ունենալու ես տձև մարմին, սպիտակուցներ առավոտյան, արդեն ինձ մոտ ռիտուալ է ամեն օր 2 գթալ աղացած կտավատի սերմ, 2 գթալ չիայի սերմ թողում եմ մի քիչ ինքը թրմվում այսպես ժելեանման բան է դառնում եւ մի քանի հատ նուշի հատիկ եւ հնարավորինս քիչ իմ ռացիոնում հանված է շաքար, աղ, բուլկիներ, պոնչիկներ, տորթեր։ Ես էլ եմ հանել հիմնականում։ Դե գայթակղություն է, որ ասում է մեկ սրիվ ա լինում։ Բայց համով են։ Համով են, ընդունում եմ, օրինակ ես գժվում եմ Կիևսկի տորթի համար, օրինակ ես բանում ցենտրալում շատ լավ Կիևսկի տորթ են սարքում, շատ համով է, կարող է 2 ամիսը մեկ սենց սրիվ ա լինում, բայց դե դա ոչինչ, դա կարելի է, կարևորը օրվա մեջ այդ կալորիայի դիֆիցիտը, այսինքն 1250 կալորիայից ավել չանցնի, անցավ, պրծավ, всё։ Եվ այս հարցի պատասխանը ես իհարկե ուսումնասիրում եմ, ես էլ եմ առողջ ապրելակերպով փորձում հնարավորինս ապրել որոշ խախտումներ անելով, ես գիտեմ այս հարցի պատասխանը, բայց մեր լսարանի համար որ մի հատ էլ դա ձեզնից լսեն, ինչքանով օրինակ քնելուն առողջ քունը, ինչքանով է կարևոր է։ Դա ամենակարևորն է, դու բոլորը արդեն Նարեկ Սամսոնյանը, իմ լավ ընկեր, այնքան է եթերում ասել, դե Նաիրա Զոհրաբյանը այս ժամին արդեն քնած է, դու ես լսել, որ բոլորը գիտեն, որ ես դիտավորյալ չեմ քնում, պարզապես իմ ռեժիմը, ես չեմ ասում նարակնի, որ առողջ լնես մաշկդ լավ լինի, չէ, 10:30 իմ քունը տանում է, այս 7-8 ժամ քունը, չընդհատվող քունը, դա պարտադիր է եւ լավ ինքնազգացողության եւ հավատացնում եմ ձեզ մաշկի համար, դեմքի համար դա ամենալավագույնն է, այդ անքնությունը, այդ ատյոկները, այդ կորտիզոլային դեմքը, որ լինում է անքնության արդյունքում այտուցված դեմքը, ինքը հենց նաեւ անքնության եւ ավելորդ հեղուկի արդյունք է, հա, շատ են հաշտում ինչ որ կոսմետիկ դասընթաց դարավ, կարող է սա հետո առանցին կտորով տանք, չգիտեմ Տիգրան, այդ որ առավոտյան մարդիկ զարթնում են, աչքերի տակ ատյոկ այտուցներ ա լինում, ինչ անել, ուրեմն մագնեզիումը պոտասիումի հետ, պոտասիումը կալիումն է, չէ։ Մագնեզիում ես երեկոներն եմ օգտագործում։ Այո, բայց կան ուրեմն իրար հետ հենց մի կապսուլայի մեջ մագնեզիում ընդ պոտասիում, այդ կալիում ինքը այդ կալիի մակարդակն է, կալի նատրիի այդ բալանսն է բանանում եւ ատյոկները։ Այդ պարկերը ամիջապես չէ։ Սա ես իմ դերասան ընկերներին կասեմ, որովհետեւ նկարանման որ գնում են հիմնականում դերասանները գիտեք, անառողջ ապրելակերպ, գիշերները չքնել։ Բայց տևական ժամանակ այդ մագնեզիումը պոտասիումի հետ ինքը մի կապսուլայում կա մագնեզիումը պոտասիումի հետ խմում են եւ ժամանակի ընթացքում տեսնում ես որ այդ որտեվ ինձ մոտ է լինում իմ դեմքն էլ ատյոկների հակված չնայած լավ այդ սնունդին եւ քնելուն ես մագնեզիում եմ ավելորդ վիտամիններ չեմ խմում որովհետեւ այդ վիտամինների պերեբորը ինքը ամեն դեպքում շատ վտանգավոր է բայց մագնեզիումի ցիտրատը ամենաանվնասն է Այդ շատ հետաքրքիր էր, իսկ քանիսին եք արթնանում, օրինակ որ 10:30 7:30 Հա, հրաշալի է, այսինքն դա կապում եք, օրինակ հիմա որ դուք sense ես անընդհատ տարբեր եթերներում տեսնում եմ զբաղվածություն եք ունենում, օրինակ որ մենք այս եթերի համար պայմանավորվում էինք, դուք ահագին օրեր արդեն sense շատ մեծ զբաղվածություն։ Ամեն օր ինձ մոտ այդ գերակտիվ վիճակը ձեր առողջ ապրելակերպից է գալիս, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ այո, որովհետև էներգիան շատ է որտեղ։ Հա, ինձ ասում են ոնց որ ատո ես նկատել եմ, ես ինչ որ վերականգնվող էներգա ռեժիմ ունեմ, հա, ես շատ արագ վերականգնվում եմ եւ կարծում եմ այդտեղ բալանսավորված ճիշտ սնունդը եւ ամենակարևորը ճիշտ քունը ինքը շատ մեծ դերակատար ես ին վրա եմ դա քունը ասում են ամենակարևոր վիտամինն է ամենակարևոր վիտամինը այո դա քունն է բայց այս գիտակցության եկել եք որ տարեկից երբ եք սկսել այս ապրելակերպով քանի տարի կլինի երևի մի 10-15 տարի ես այս ապրելակերպի կողմնակիցն եմ եւ ինձ բռնել եմ այն մտքի վրա որ ասենք ինձ երբեմն ասում են
լավ դու տորտ, ասեմ չէ, իմ օրգանիզմը կարող է ամիսներով քաղցր չուզենա, իսկ առաջ ես ունեի դրա պակասը։ Հիմա ես իմ օրգանիզմը սպիտակուցի պակաս ունի։ Հա, իդեպ ես առավոտյան պարտադիր 2 հատ ձու եմ ուտում, դեղնուցը շպրտում եմ, սպիտակուցները ուտում եմ։ Դեղնուցն էլ է պետք մեկ։ Հա, չէ, պետք է, բայց ամեն օր քանի որ 2 սպիտակուց եմ ուտում, շաբաթը 1-2 անգամ էլ դեղնուցով, որը շատ կարևոր է, բայց սպիտակուցը, չնայած դեղնուցները կատուներին տվեք, իրենք սիրում են։ Տալիս եմ մեր կողքի հարևանի կատուներին եմ տալիս, այնպես որ ինչ որ սննդային բան եղավ, բայց կարծում եմ մի օր մի հաղորդումներից մեկը թող այս ընտրությունները անցնեն, իսկապես կա։ Ես իդեպ հիմա որ YouTube-յան ալիք բացել եմ, ես սպասում եմ, որ իմ հետևորդների քանակը դառնա այնքան, որը հնարավորություն կտա ինձ ուղիղ եթերներ վարելու, եւ այդ եթերները չեն լինելու միայն քաղաքական, որտեղ ինձ շատ են դիմում նաեւ սննդակարգի հետ կապված, ինչպիսի վիտամիններ օգտագործել, ինչով մշակել մաշկը, այդ կորեական կոսմետիկան, որը ես շատ սիրում եմ, բայց Հայաստանում այն 99% fake է, այդ marketplace-ներում Ozon, Wildberries 99% fake է, որտեղից գնել, որովհետև այնտեղ իրանց ակտիվները իսկապես շատ լավն են, շատ աշխատող վիտամինների մասին էր խոսքը, fake, դեմքի խնամքի, այդ ամենը Selimax, այդ Atomy, այդ Viti Cosmetics, այդ ամբողջը բոլորը 99%-ով այդ marketplace-ներում դրանք fake է, բայց իրանք շատ օգտակար ակտիվներ ունեն, որոնք ուղղակի են glow pile-ը, որ տալիս են մաշկին, կարելի է ստանալ տևական խնամքից հետո։ Քանի որ ասացիք վիդեոներ եք անելու, դրա հետ կապված մի հատ sense հարց տամ, դուք որպես հանրային քաղաքական գործիչ, ձեր ռիլերը շատ մեծ դիտումներ ունեն։ Այդ ո՞նց եք կարողացել հասնել այդ արդյունքին։ Հիմնականում դա հենց ավելի շատ պատանիները, երիտասարդներն են այդ ակտիվությունը դրսևորում ու գիտեք, ես մի հատ բան բացահայտեցի Տիգրան ջան ինձ համար, ես ոչ անկեղծությամբ, ես ուսումնասիրեցի, մոնիտորինգ արեցի, դե այնտեղ տալիս է, չէ, տարիքային շեմը քո հետևորդների եւ ինձ համար շշմելու էր, որ օրինակ TikTok-ում իմ հետևորդների 80%-ը 18-ից 30 տարեկաններն են։ Դա շատ լավ է։ Լավ է, Facebook-ում մի քիչ ավելի 40-45, հա, իմ դիտումները օրինակ անցած ամիս միայն Facebook-ում, միայն ռիլերը 8.5 միլիոն ա եղել։ Լրատվամիջոց կա, որ իր ամբողջ բանում այդքան, հա, չի կա։ Ես չգիտեմ, երևի այնա, որ ես միշտ ասում եմ, ինչ որ մտածում եմ, նույնիսկ եթե դա շատերի դուրը չի գալի, բայց ես հիմա որ այդ շարքը ուզում եմ սկսել, դա այնա ես ինչով հիմա ուզում եմ զբաղվել, ասենք առողջ ապրելակերպ, մարդկանց սովորեցնել ինչպես խնամել մաշկը, որ չգնալ այդ անկապ պրոցեդուրաները անել, այդ ինչ որ պիչկը ճանել դեմքին, էլի, կարծում եմ երբ որ ունենանք խաղաղ երկիր, երևի ես վերջնականապես կզբաղվեմ դրանով։ Եվ մի շատ գեղեցիկ պատմության էլ անդրադառնանք, մի քիչ անձնական հարց եմ տալու, եթե կուզենաք կպատասխանեք, եթե չէ, որպես sense այդ պատմության երկրպագու եմ ուզում ասել, ձեր եւ Սամվելի սիրո պատմությունը, մի քիչ կպատմեք ոնց սկսվեց, հետո գիտեմ, որ դուք իր ստեղծագործական գործունեությանն եք շատ օգնել գրքերի թարգմանություններ եւ այլն, մի քանի բառով ոնց որ Սիրով 1992 թվականի հոկտեմբերի 17 լավ հիշում եմ Երվանդ Բոզոյանը իմ շատ լավ ընկեր, որ հիմա Մայր Հայաստանում է, ես ինստիտուտը ավարտել էի թատերական, բայց երեխա էի ունեցել, ասեց արի ես չէի ուզում թատերագիտությամբ զբաղվել, ինձ չգիտեմ ինչի չհետաքրքրեց, այն ինչ որ ես ավարտել եմ, ասեց արի քեզ տանեմ առ շաբաթաթերթ կա, խմբագիրի մեր ընկերն է Սամվել Մկրտչյան, միգուցե այնտեղ տեղավորվեց լրագրող աշխատանքի, գնացինք, այսպես արհամարական Սամվելը նայեց, ասեց երկու հանձնարարություն եմ տալիս, երկու նյութ, մեկը դիահերձողի հետ, մեկը բախտ բացողի հետ, ասես գիժա, հա, դա իմ առաջին նյութերն էր, բայց ասեցի, քանի որ ես ինքս բանեմ, տաբուներ ջարդող տեսակ եմ, ասեցի լավ, ասեց հետո գնայինք, եկա հերացու մորգ, մտա դիահերձարան, դիահերձարանը դիակը դրած այդ մարդը հերձում էր, ընթացքում հարցազրույց եմ արել, հարցազրույցը տպվեց, հիշում եմ, որ հաջորդ օրը Գագիկ Մանասյան կար, անդրադարձի խմբագիրը, հետո դաշնակցական մամուլ կար, Ռազմիկ Դավոյանի որդին էր, Դավոյան, Մհեր Դավոյանը, բոլորը իջել էին, Սամվելին ասում էր ով է այս աղջիկը, եւ որտեւ իմ ոճը լրագրության մեջ, ասենք, օրինակ շատ էր էլի տարբերվում ու հայկական ժամանակի նյութ
նյութերը, որ հիմա Poisk.com Times.com-ում կտեսնեք, ասենք օրինակ Հայաստանում Սփյուռք Հայաստան համաժողովներ, ասենք մենակ ես կարայի sense վերնագիր դնեի Հայաստանում մոլեգնում է Հայաստան Սփյուռք համաժողովը, ասենք իմ նյութերը այդպիսին էին, մի հատ էլ դրվագ պատմեմ, երևի չի նեղանա, Արմավիրի մարզպետ կար Ալբերտ Հերոյան, բառեր արտաբերելու հետ խնդիր ուներ, էլի, քիչ էր գիրք կարդացել, կներեք պարոն Հերոյան, ուրեմն ինչ ասելա, այդ նյութը հայկական ժամանակի շեդևրներից է, գնացի ասեցի ու ուղիղ հարց եմ տալի, պարոն Հերոյան, ճիշտ է որ դուք կաշառակեր եք, առաջի հարց, պատասխան, դրանք բոլորը Ասիեկոսյաններ են, Բալիկ ջան, եւ այդպես գնացել են, ու այդպես հա ասեցի իսկ ճիշտ է որ դուք Հովիկ Աբրամյանին եւ Անդրանիկ Մարգարյանին քաղաքի օրվա կապակցությամբ տալու եք քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում ասեց աղջիկ ջան սպասի կտենաս դա ակնկալ է ուզում էր ասել անակնկալ ու այդպես էլ այսինքն հետաքրքիր էր իմ լրագրողական ոճը մեկ-մեկ որ հիմա նայում եմ այս լրագրողներին սենց ոնց որ դիկտաֆոն աշխատեն էլի ստիլ չկա բան չկա ասում եմ ախ նենց հավես ունեմ նյութ գրելու այդպես ընդունվեցի հայկական ժամանակ հայկական ժամանակ չէ այնքան արդեն հայկական ժամանակը մեղվել է, այդպես ենթագիտակցորեն գալիս է առ շաբաթաթերթ, որտեղ Սամվելներ, ու այդպես սկսվեց 23 տարվա շատ բուրըն, շատ կատաստրոֆիկ, շատ, ես չգիտեմ, ես շատ գրականություն համաշխարհային կարդացած մարդ եմ, հատկապես որ չուզենայի էլ կարդալ ստիպված է, որտեղ Սամվելը, ասենք, Ֆոլկների արջը թարգմանում էր, ես էի շարում, Աբիսողոմը թարգմանում էր, շարում էի, ասենք, նույն Ջոյսի Ուլիսեսը, որը ես համարում եմ գրականության աստվածաշունչ եւ դա, ասենք, որ չէի կարողանում կարդալ սկզբից, ասում եմ մի անհանգստացի Ջոյսի կնիկը նորանինքն է չի կարդացել այդ գիրքը, դա շատ ծանր բան է, էլի կարդալու համար, դու պիտի Ջոյս կարդալու համար որ մի 1000 անգամ աստվածաշունչ կարդացած լինես, ուրեմն կատագերգությունը Դանթեի աստվածային պիտի կարդացած լինես, այնքան բազա պիտի ունենաս, որ հանդգնես կարդալ, չեմ ասում եք գրել, թարգմանել, կարդալ։ Այդպես սկսվեց այդ խելահեղ պատմությունը, որը ավարտվեց հետաքրքիր բան է 88 թվականի Սամվելը Գյումրեցի էր դե գիտես 88 թվականի դեկտեմբերի 7-ին երկրաշարժի օրը Սամվելը Գյումրիում չէր ինքը Գյումրի Երևան ճանապարհին էր եւ իր հարազատներից հորաքրոջ աղջիկը Գայանեն մահացավ ինքը փրկվեց երկրաշարժից շատ տարիներ անց 14 թվականի դեկտեմբերի 7-ին ուղիղ երկրաշարժի ժամին 11:43 ես փակել եմ Սամվելի աչքերը Այսպես Ինձ թվում է այս մասին մի օր դուք ավելի ընդլայնված գրելու եմ ես գիրք եմ գրելու եթե ես կարողանամ հաղթահարել իմ մեջ մի բան որ անկեղծորեն գրել նաև իմ ապրումները որ ես ունեցել եմ հայկական ժամանակում եւ հիմնականում ասենք 17 տարի քաղաքական մի միավորում եթե ես կարողանամ հաղթահարել որ ինքս իմ մասին գրեմ նաև անկեղծ այն ինչի ես վերածվում էի ինչ որ պահերի որը ինձ համար ընդունելի չէր եթե ես կարողանամ դա հաղթահարել հավատացեք այդ գիրքը լինելու է երևի մեր ժամանակների բեսթսելերներից մեկ իսկ Սամվելի մասին ես գրելու եմ առանձին պարզապես գիտեք պիտի այդ ցավը տարիներ է չէ անցել ես որպեսզի ես շատ ինձ օգնել է այս ամեն ինչը հաղթահարելու Սամվելից հետո այդ Սուրբ Սարգիս եկեղեցի կա Արգավանդում Տեր Գրիգորը ինքը իմ կյանքը փրկել է կարելի է ասել որտեվ ես խելագարվում էի ես քայլում էի փողոցով ես գիտեի որ Սամվելը չկա բայց ասենք տեսնում էի իր կուրտկայով մարդ ու ես այդ մարդու հետևից գնում էի ես հասկանում էի որ ես խելագարվում եմ հետո ես սկսեցի արդեն ուսումնասիրել այդ վշտի փուլերը դա ինչպես է լինում ինչպես է անցնում ինչպես է գալի առաջի փուլը դա ջղայնությունն է դա Աստծո հետ կռիվն է դու այդ ամեն ինչը Տիգրան վստահ եմ վերապրել ես հետո գալիս է ինչի իմ հետ ինչի իր հետ ինչի իրանից վատերը կան ես այդ փուլում ատում էի բոլոր տղամարդկանց ովքեր ինձ բարևում էին ասում էի ինչի դու ապրում ես Սամվելը չկա հետո գալիս է այդ Սմիրենյան հա հետո որ դու այդ փուլերը որ դու անցել ես գիտես հետո դու ընդունում ես հետո կռիվդ Աստծո հետ
վաճառում է, հետո դու սկսում ես մի պահի ատել նաև այդ քո հարազատին, որ գնացել է, ասում ես դու ինձ թողեցիր մենակ։ Այդ փուլերը շատ ծանր փուլեր է, որ անցնում է, բայց քանի որ ես ասել եմ, հա, ես վերականգնվող տեսակ եմ, ինձ մեջ այդ ամենը չի թողել չարություն, չի թողել նեգատիվ, չի թողել տոքսիններ, եւ դրա համար, եթե հիմա դու ինձ հարցնես, դու երջանիկ մարդ ես, ես կասեմ, հա, ես երջանիկ մարդ եմ։ Շատ լավ է, երջանիկ մարդ պետք է լինել միշտ։ Այո։ Եվ քանի որ գրականությունից խոսեցինք, վերջին հարցն եմ տալիս, իմանալով, առանց ձեր ասելու էլ իմանալով, որ դուք գրականություն շատ եք կարդացել, հիմա վերջի տարիներին ժամանակ հատկացնում եք ընթերցանությանը։ Քիչ, բայց հետաքրքիր բան է։ Վերջի տարիներին ես նորից կարդում եմ, սկսել եմ կարդալ, հիմա կարդում եմ Ֆոլքների Աբիսողոմը։ Երևի, չգիտեմ, 10-րդ անգամ։ Նորից սկսում եմ կարդալ գիրքը, որովհետև որ ես կարդում եմ Սամվելի թարգմանությունը, ես հիշում եմ, որ ինքը ինձ ասում էր, այս բառը ես սենց գրել, ես սենց չեմ թելադրել քեզ, այսինքն այդ ամեն ինչը վերապրում եմ, բայց աշխատում եմ ամեն դեպքում հիմա քաղաքական գրականություն եմ շատ կարդում եւ հիմա աուդիո եմ լսում, որտեվ զուգահեռաբար ասենք ինչ որ բան եմ անում, զուգահեռ ես ուզում եմ գրքի հետ իմ կապը չկորցնել, երբ որ Հրանտի Մաթեոսյան, որի հետ ես շատ մտերիմ եմ, ես ու Սամվելը շատ մտերիմ էինք, մի անգամ հարցրեցին, ասեցին վարպետ, ինչի չեք գրում, ինչի եք դադարել գրել, ասեց, որտեվ ես կորցրել եմ զբոսայգու նստարանին նստած ինձ կարդացող աղջկան, հա, մենք հիմա, երբ որ գիրքը, ես առաջ որ վերցնում էի գիրքը, սկսում էի հոտ քաշել, որովհետև այդ թղթի, հա, այդ հոտը ինձ դուր էր գալիս, բայց դե ժամանակը այս մեր ռիթմիկ այս կայծակնային, հա, այս դարում գալու է ժամանակ, որ հիմա ով է թերթ կարդում, հա, այդ տպագիր թերթ։ Ես գիտեմ, որ թերթեր հրատարակվում են։ Բայց գիրք կարդում են։ Գիրք կարդում են, սպառվում են։ Հա, չէ, կսպառվեն, որովհետև դա, հա, ես ուզում եմ ասել, որ պիտի կարդալ, պիտի անընդհատ ժամանակ տրամադրես։ Հիմա որպեսի ֆրանսերենս նորից, հա, մի քիչ բան անեմ, Շարլ Պիերոյի հեքիաթներն եմ նորից կարդում ֆրանսերեն, հեշտ չի, շատ բարդ է իր լեզուն ֆրանսերեն, բայց կարդում եմ։ Զուգահեռ հետո ես ընդհանրապես սիրում եմ մի 5 գիրք բացել եւ զուգահեռ կարդալ։ Շատ շնորհակալություն սիրուն զրույցի համար, Նաիրա ջան, հատկապես այս վերջնամասը ապակարգական զրույցների, կարելի է անվերջ շարունակել։ Ինձ որ հարցնում են դեմքի խնամք, դա իմ տարերքն է ավելին, քան քաղաքականությունը։ Չէ, շատ լավ է նաև մարդկանց բացահայտել, նաև այս ոդքասթի միջոցով մյուս կողմերից, էլի, որտեղ միշտ մարդիկ քաղաքականության մասին են լսում, մենք դրա մասին իհարկե խոսեցինք, էլի շատ կարևոր զրույց ունեցանք, բայց նաև այս հատվածն էլ բավական հետաքրքիր ու կարևոր է, կարծում եմ մարդիկ կլսեն, որպեսզի լսեն, բաժանորդագրվեք մեր Ալիքին, ուժեղ ոդքասթ Ալիքին YouTube-յան, որպեսզի հաջորդ հաղորդումները բաց չթողնեք, Նաիրա Զոհրաբյանն էր իմ հյուրը, շնորհակալություն, հաջողություն։ Եվ այո, շնորհակալ եմ։